Պարոն Միրզոյանը անընդհատ փորձում է փախնել թեմաներից, երբ որ իրեն հաջողի փախնել թեմաներից եւ չի պատասխանում բուն հարցին։ Եթե դուք եվրոպական հարթակում ձեռք եք բերել նորմալ պայմաններ հավասարության եւ փոխադարձության, ինչի փոխեցիք, ինչի չպնդեցիք այս հարթակում շարունակել բանակցությունները եւ ընդունեցիք ամերիկյան հարթակը, որտեղ զիջեցիք միջանցքը։ Կարող եք պատասխանել այս հարցին, ինչու եք միջանցք տրամադրել, որը դուք մերժում եք մշտապես։ Լսեք, ձեր մի այլ գործընկեր ասում էր, որ օգոստոսի 8-ից առաջ, ասում էր, այ հիմա օգոստոս չէ, օգոստոսի 8-ին որ ստորագրեցին։ Կարող եք հարցին պատասխանել։ Հենց ձեր հարցին եմ պատասխանում։ Ասեք այլ գործընկերոջի խեք մեջ բերում, ասեք պատասխանեք հարցին։ Հետաքրքրված եք պատասխանում։ Լսեք։ Ձեր կուսակցության մի այլ գործընկեր, օգոստոսի 8-ի ստորագրումից հետո ասում էր, ես համաձայնագրի մեջ միջանցքի մասին դրույթ կա։ Մենք ինչ արեցինք, հրապարակեցինք տեքստը, կարդաց այդ մարդը տեքստը եւ ասեց, ստեղ չկա, բայց այն հուշագրում, որ ստորագրել են ենթակառուցվածքների մասին, ընդեղ միջանցքի մասին ձևակերպում կա, միջանցքը ընդեղ կա։ Ինչ արեցինք մենք։ Հրապարակեցինք նաև այդ հուշագրի տեքստը եւ իհարկե ինչ բնականաբար պարզվեց որ այնտեղ էլ չկա միջանցք հիմա դուք կանգնած այդտեղ խոսում եք միջանցքի մասին հերիքա խափեք Հայաստանի Հանրապետության ժողովրդին Հայաստանի Հանրապետության տարածքում արտատարածքային միջանցք չի ստեղծվել մեր կառավարությունը երբեք այդպիսի պնդման չի համաձայնվել այդ ձեր երազանքն է ձեզ ուղարկողների երազանքն է Այմարդ, ես իմ ստորագրածը չգիտեմ, չգիտեք ոնց որ պարզվում է, չգիտեք, ուզում եք հիմա ապացուցեմ, որ չգիտեք։ Դեմագոգիան էլ չափու սահման կունի։ Լսեք, ես փաստաթղթի վրա եմ ժողովուրդ, մի հավատացեք այս մարդուն, մի հավատացեք ինձ, բացեք կարտացը։ Գրանադայի հայտարարությունն է, որտեղ գրված են սկզբունքները, թե ինչ սկզբունքներով են կարգավորվելու հաղորդակցության հարցերը։ Գրանադայի Հստակ նշված են հավասարություն եւ փոխադարձություն։ Գալիս ենք թրիպին։ Սկզբունքները, որոնց հիման վրա լուծվում է հաղորդակցությունների հարցը։ Դու Գրանադայից հետո տեղի ունեցած զարգացումների մասին տեղյակ եք։ Վաշինգտոնում ստորագրված Եթե ուզում եք լսեք, մի քիչ ամփոփ։ Չէ, հերիքա խափեք մարդկանց։ Լսեք, ես թրիպն եմ հիմա ցիտում։ Լսեք։ Այն, ուրեմն ցիտում եմ այն սկզբունքները, որոնց հիման վրա կարգավորվել այս հարցը։ Սուվերենության հարգում, տարածքային ամբողջականություն եւ Հայաստանի Հանրապետության յուրիսդիկցիա։ Փոխադարձության հարց ընդհանրապես չկա։ Փոխադարձությունը բերել են մի նախադասություն հետո Դեվիդ Կոպերֆիլդի մի հատ բան են արել։ Ասում են, որ փոխարենը ակնկալվում է, որ այս թրիպ ծրագիրը կգեներացնի փոխադարձ օգուտներ Հայաստանի Հիմա ձեր կարծիքով ապացուցեցիք, որ դե իհարկե ապացուցեցիք։ Թրիպի միջանցքը գործում է միայն Հայաստանի տարածքում։ Նախիջևանի տարածքով Հայաստանի քաղաքացիները ճամփորդելու դեպքում չեն օգտվելու Միջանցքը գիտեք որն է ինչի էր մեր համար մերժելի։ Ես ասում եմ դες ինչն է։ Որովհետև բաներ լոբինգ էր արվում մի միջանցք, մի արտատարածքային միջանցք, որը բանով ցանկապատերով պետք է առանձնացված լիներ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքից եւ այդ միջանցքի անվտանգությունը եւ վերահսկողությունը պետք է հանձնված լիներ երրորդ երկրի։ Չի եղել դա, դրա համար եք դուք վատ զգում, չի եղել։ Չի լինելու, մոռացեք։ Պարոն Հայաստանի Հանրապետությունը միջանցք չի տվել։ Մի վայրկյան ներողություն։ Դա նոյեմբերի 5-ին Փաշինյանն է ստորագրել։ Ձեր քաղաքական ղեկավարը։ Արգելի Վաղ Ղազարյան։